Ավելի հավանական է, որ սա խորհրդանշական կորուստ լինի, քան էական փոփոխություն։ Խոսքն այն լուրերի մասին է, որ Չարլզ թագավորը հաջորդ տարի ավարտվող 10-ամյա վերանորոգումից հետո չի բնակվելու Բուքինգհեմյան պալատում։ Այս հայտարարությունը նշանավորում է գրեթե 2 դար տևած մի շրջանի ավարտը, որի ընթացքում Լոնդոնի այս խորհրդանշական շենքը ծառայել է որպես բրիտանական միապետի գլխավոր նստավայր։ Միաժամանակ պաշտոնյաները հայտնել են, որ 2024-25 ֆինանսական տարում թագավորը վճարել է 12.9 միլիոն ֆունտ ստերլինգ հարկ։ Սա առաջին անգամն է, երբ այդ ցուցանիշը հրապարակվում է, եւ այն Չարլզին դասում է Մեծ Բրիտանիայի 100 խոշորագույն հարկատուների շարքին։ Թագավորական ընտանիքի անդամները խոստացել են ավելի մեծ թափանցիկություն ապահովել իրենց ֆինանսների վերաբերյալ 2022 թվականին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո աճող վերահսկողության եւ քննադատության ֆոնին։ Չարլզի որոշումը չբնակվել Բուքինգհեմյան պալատում եւ շարունակել ապրել մոտակայքում գտնվող իր երկարամյա լոնդոնյան նստավայրում Clarence House-ում ընդունվել է հաջորդ տարի ավարտվող եւ 369 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերանորոգման ավարտից առաջ։ Վերանորոգման շրջանակում փոխարինվում են հնացած էլեկտրական լարերը, խողովակները եւ ջեռուցման համակարգերը։ Երբ աշխատանքները սկսվել էին 2017 թվականին, պաշտոնյաները նախատեսում էին, որ պալատը կմնա միապետի գլխավոր լոնդոնյան նստավայրը, ինչպես եղել էր 1837 թվականից, երբ Վիկտորիա թագուհին գահ բարձրացավ։ Թագավորի գանձապետ Ջեյմս Չալմերսը նշել է, որ պալատը կշարունակի մնալ պետական արարողությունների եւ պաշտոնական միջոցառումների, այդ թվում պետական այցերի ընդունելությունների հիմնական վայրը։ Ոչ Չարլզ թագավորը, ոչ էլ հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհին 2019 թվականից ի վեր գիշերակաց չեն ունեցել պալատում։ Թագավորը սակայն այնտեղ կպահպանի մասնավոր սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել որպես կացարան։ Ամեն տարի Բուքինգհեմյան պալատ է այցելում շուրջ 700,000 մարդ։ Նախատեսվում է, որ հանրության մուտքը պալատ կավելացվի։ Դանիացիները նշել են ամառվա գագաթնակետը խորհրդանշող տոնը, որը Կոպենհագենի ջրանցքի երկայնքով նշանավորվել է ավանդական խարույկով։ Այն նշվում է Սուրբ Հովհաննես Մկրտչի օրվա նախօրեին։ Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Նյու Հավն թաղամասում, ջրանցքի ափին, որպեսզի դիտեն խարույկը եւ երաժշտություն լսեն։ Միջոցառման մասնակից Վիկտորիա Բատայոլան ասել է, որ շատ հանգիստ մթնոլորտ է տիրում։ Կարծում եմ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Այս միջոցառման մասին արդեն մի քանի տարի գիտեինք։ Մի քանի տարի է այստեղ ենք ապրում, բայց սա առաջին անգամ էր, որ մասնակցում էի։ Կարծում եմ հիանալի էր։ Մթնոլորտը շատ հանգիստ էր։ Այստեղ իսկապես զգացվում էր դանիական ամառվա տրամադրությունը։ Տոնը Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակը միավորում է ամառնամուտի տոնակատարության հետ եւ ավանդաբար նշվում է խարույկներով, տարբեր ելույթներով եւ երգերի կատարմամբ։ Սիրիացի ինտերիերի դիզայներ Վասիմ Ալ-Հաֆարը դասական ավտոմեքենաներ հավաքելու եւ վերականգնելու իր հետաքրքրությունը բացահայտել է 2006 թվականին, երբ գնել է իր առաջին մեքենան։ Այն, ինչ սկզբում պարզապես անձնական նախասիրություն էր, ժամանակի ընթացքում վերածվել է կյանքի գործի, սնուցվելով հին ավտոմեքենաների հանդեպ կարոտով եւ հիացմունքով։ Սա իմ նախասիրությունն է։ Այս սերը վաղուց եմ ունեցել դեռ երիտասարդ տարիներից։ Ամեն անգամ, երբ տեսնում էի որևէ մեքենա, ասում էի՝ «Երանի ես էլ նման մեքենա ունենայի», եւ այդ երազանքը միշտ մնացել է ինձ հետ։ 2011 թվականին, երբ Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը, Հաֆարի համար գնալով ավելի դժվար դարձավ շարունակել իր մասնագիտական գործունեությունը, սակայն նա չհրաժարվեց իր երազանքից եւ ամբողջովին նվիրվեց իր սիրելի զբաղմունքին, ձեռք բերելով հնարավորինս շատ հին մեքենաներ եւ դրանք մաս առ մաս վերականգնելով։ Թեև պատերազմի ընթացքում նրա մեքենաներից մի քանիսը վնասվել են, նա կարողացել է վերանորոգել իր 35 դասական ավտոմեքենաների մեծ մասը։ Այժմ նրանք տրամադրում է հեռուստասերիալների նկարահանումներին եւ հարսանեկան միջոցառումներին, ինչը եկամուտ է ապահովում եւ օգնում շարունակել իր նախասիրությունը։ Այսօր Հաֆարը ձգտում է իրականացնել իր մեծ երազանքը՝ ստեղծել դասական ավտոմեքենաների թանգարան, որտեղ այցելուները կկարողանան մեքենաների միջոցով բացահայտել Սիրիայի անցյալը եւ տեսնել այն ավտոմեքենաները, որոնք ժամանակին պատկանել եւ հարազատ են եղել երկրի բնակիչներին։
Մյունխենի մերձակայքում անցկացված տաքսաների մրցավազքին մասնակցել է ավելի քան 100 շուն։ Մրցման կազմակերպչի խոսքով այս փոքրիկ ու ճարպիկ որսաշները բնույթով համառ, բայց անչափ հավատարիմ կենդանիներ են։ Տերերի ոգևորող բացականչությունների, ինչպես նաև հյուրասիրության կամ սիրելի խաղալիքի օգնությամբ գայթակղվելով, տաքսաները, որոնց գերմանացիներն անվանում են դաքել, գոլֆի դաշտում հատուկ պատրաստված առանձին վազքուղիներով սլացել են դեպի վերջնագիծ, ականջները քամուն տված։ Պաուլիի տիրուհի Քլեր Այսլերը պատմել է, որ դեռ շատ վաղ տարիքից նկատել էր, որ նա տաքսայի համար անհավանական արագավազ շուն է։ Այսլերի խոսքով ինքն ու Պաուլին մրցումներին մասնակցում են բացառապես հաճույքի համար։ Պաուլին արդեն հասցրել է մի քանի մրցանակային ժապավեն նվաճել։ Մենք բոլորս մեծ հաճույք ենք ստանում այս ամենից։ Դրա համար էլ շարունակում ենք մասնակցել։ Այս տարի Dakel Open մրցաշարն անցկացվել է երկրորդ անգամ։ Այլ ցեղատեսակի շներ էլ կարող էին ներկա լինել, սակայն միայն որպես հանդիսատես։ Լոնդոնի Tate Modern պատկերասրահում բացվում է նոր ցուցահանդես, որը ներկայացնում է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքն ու ազդեցությունը։ Ֆրիդա կուռքի ստեղծումը խորագրով ցուցահանդեսում այցելուները կարող են տեսնել Կալոյի հայտնի ինքնանկարները, ինչպես նաև այն արվեստագետների գործերը, որոնց վրա նա ազդեցություն է ունեցել տարիների ընթացքում։ Այս ցուցահանդեսը պատմում է անհավանական մի պատմություն այն մասին, թե ինչպես Ֆրիդա Կալոն, որն իր կենդանության օրոք համեմատաբար անհայտ նկարիչ էր, դարձավ աշխարհի ամենաճանաչված արվեստագետներից մեկը։ Կալոն, որը երիտասարդ տարիքում տեղի ունեցած ավտովթարից հետո երկար ժամանակ գամված էր անկողնուն, ստեղծել է շուրջ 200 կտավ, էսքիզ եւ նկար։ Հիմնականում ինքնանկարներ, որոնցում իր դժբախտությունն արտահայտել է համարձակ գույներով եւ խորհրդանշական ուժով։ Միջազգային ճանաչում նա ձեռք բերեց 1954 թվականին մահից հետո, իսկ 1970-ականներից դարձավ նաեւ ֆեմինիզմի խորհրդանիշ։ Կարծում եմ նրա ազդեցությունը հսկայական է եղել եւ տարիների ընթացքում միայն աճել է։ Իր կենդանության օրոք նա համարվում էր ժամանակի ամենահայտնի նկարչի Դիեգո Ռիվերայի կինը, սակայն մահից հետո իր համբավով նա գերազանցեց Դիեգո Ռիվերային։ Մարդկանց գրավում է Ֆրիդա Կալոյի բազմաշերտ ինքնությունը։ Նա խոսում էր իր մեքսիկական, իսպանական, գերմանական եւ բնիկ արմատների մասին։ Միաժամանակ իր արվեստում անդրադառնում էր անձնական, թե ֆիզիկական, թե հոգեկան տառապանքներին, եւ շատ մարդիկ նույնացնում են իրենց այդ փորձառության հետ։ Այդ ամենի մեջ նրա ուժն ու դիմացկունությունը իսկապես բացառիկ են։ Ֆրիդա կուռքի ստեղծումը ցուցահանդեսը կգործի մինչև հունվար։ 26 երկրից օդապարուկների սիրահարները հավաքվել են դանիական Ֆանո կղզում, մասնակցելու օդապարուկների ամենամյա փառատոնին։ Ֆանոյի օդապարուկ թռցնողների միջազգային հանդիպումն անցկացվում է ամեն տարի հունիսին Դանիայի հյուսիսային ծովի ափին գտնվող կղզում։ Ֆանուն հիանալի վայր է, քանի որ այնտեղ շատ տեղ կա օդապարուկ թռցնողների համար։ Սա բացառիկ է, քանի որ շատ երկրներում արգելված է օդապարուկ թռցնելող ափին։ Իսկ այստեղ շատ տեղ կա եւ շատ բայրացական մարդիկ, որոնք ծիծաղում են։ Կազմակերպիչների խոսքով սա աշխարհի ամենամեծ օդապարուկների հավաքն է, որին մասնակցում է 26 երկրից 5000 օդապարուկ թռցնող։ Նրանք ասես գրավում են երկինքը, այն լցնելով տարբեր ձևերի, չափսերի եւ գույների մոտ 25000 օդապարուկով։ Հայտնի լինելով լայն, հարթ լողափերով եւ կայուն ափամերձ քամիներով, կղզին համարվում է օդապարուկ թռցնելու լավագույն վայրը։ Այցելուներին թույլատրվում է մեքենայով գնալ մոտավորապես 14 կիլոմետր ձգվող կոշտ ավազի վրայով։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։